Օրհնում է 7 վերգեկեղեցում հավաքված հավատացյալներին տնային կալանքում գտնվող Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը։ Հենց եկեղեցու բակում Միքայել Սրբազանի ազատության համար ստորագրահավաք է սկսվել։ Սա հավատավորների հանրային պահանջն է ընդդեմ arczepiskopos-ի ապօրինի կալանքի եւ ազատության սահմանափակման, պատմում է կազմակերպիչներից մեկը։ Նաև պահանջ է որպես ներկայացում, հանրային պահանջ, որպեսզի նախ ազատ արձակեն Սրբազան հորը, հետագայում նաև դադարեցվի քրեական հետապնդումը անհիմն լինելու ու ապօրինի լինելու հիմքով։ Նախաձեռնության անդամները վստահ են, ԿՊԱ-ական իշխանությունների արշավը միայն Սրբազան հոր դեմ չէ, այլ առաքելական եկեղեցու։ Իրենք փորձում են անձնավորել իրենց գործունեությունը քողարկելու նպատակով, սակայն ըստ էության իմ վերլուծությամբ հստակ պատվեր ունեն քայքայելու, փորձելու քայքայել եկեղեցին, չի ստացվում, որովհետև եկեղեցին աստվածահաստատ կառույց է։ Տեղի ունեցող իրադարձություններից վրդովված են Գյումրիի բնակիչները։ Նրանք անթույլատրելի են համարում 27 տարի Շիրակի թեմը առաջնորդած եւ շուրջ 40 տարի եկեղեցուն ծառայած հոգեվորականի հանդեպ նման վերաբերմունքը։ Իհարկե, սա վարքաբեկված է, բայց կարելի է մի քանի վայրկյանում այս կյանքը շիտկել։ Չմտածեմ, որ այս աշխարհը չի շիտկվի։ Պետության ձեռքերը մտցնել այս գործի մեջ կոռեկտ չի։ Առաջ շատ նորմալ էր։ Պետությունն իրեն գործներ անում, եկեղեցին իրեն գործներ։ Հիմա ի՞նչն է։ Հիմա մեկ դուք տեսակ, մի ամիս ինչ էր կատարվում։ Հետևից էր եկեղեցու։ Դե ձեր ինչ գործն է։ Սուրբ պատարագից հետո հավատացյալները Սրբազանին ուղեկցում են իր կեցավայր, հույսով, որ կգա փոփոխության ժամանակը եւ Սրբազան հայրը կլինի լիարժեք ազատության մեջ։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։